Ֆրանսուଆ Ժակոբին ուղված նամակը երկու էջից է կազմված։ Նամակում հարգելի ծնողներ կան եւ 20 թվականի պատերազմից անհետ կորածների խնդրանք դիմում եւ Բայթյունից անհետ կորածների ծնողների կողմից խնդրանք դիմում եւ այս նկարագրությունը ամբողջությամբ չկարդամ ես, պարզապես ուզում եմ ասեմ, որ մենք մեկ անգամ եւս երբ եկել ենք այստեղ հիմա նորից դիմում եմ տիկին Ֆրանսուազ Ժակոբին եւ հորդորում եմ, պահանջում եմ, խնդրում եմ, որպեսզի քաղաքական շահը որևէ պարագայում վեր չդասեն հումանիտար շահից։ Եթե այս կառույցը պիտի քաղաքական շահը վեր դասի, ուրեմն այս կառույցը Հայաստանում անելիք չունի։ Մենք դիմել ենք մի շարք հարցեր տիկին Ֆրանսուազ Ժակոբի հետ քննարկել ենք, մի շարք հարցերի պարզաբանումներ ես լսել եմ, բայց հարցեր, որոնք այս օրերին առաջացել են այս ընթացքում ինձ մոտ, ես ուզում եմ դրանք միայն հարցերը կարդամ եւ նամակը կխնդրեմ հետո անհետ կորածների ծնողների համար այստեղ հարազատների տեղ եմ բաց թողել, անուն ազգանուններով լրացնենք, նամակը հանձնենք, ես հրատապ հանդիպում եմ պահանջել, մենք հրատապ կարգով ակնկալում եմ, որ հանձնակատարը կանսա մեր հորդորին եւ հրատապ հանդիպում մեզ հետ կկազմակերպի։ Քանի որ մենք պահանջել ենք մի քանի քայլեր իրականացնել ՄԱԿ գրասենյակը Հայաստանում, ինչպես նաև մեր հորդորը փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, ուստի մենք հիմա եկել ենք հետևյալ հարցերով։ Ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել անհետ կորածների ճակատագրի պարզման ուղղությամբ։ Հարցեր, որոնք մենք քննարկել ենք իրենց հետ եւ հիմա եկել ենք այդ հարցերի պատասխանը ստանալու։ Ինչու մինչև հիմա այդ քայլերը տեսանելի չեն ինձ համար, այս ծնողների համար։ Ինչ լրացուցիչ գործողություններ է նախատեսում ՄԱԿ-ը միջազգային պարտավորությունները կատարելու եւ ապահովելու համար։ Եվ այստեղ խոսում է նաև խաղաղության գործընթացի մասին, մենք վստահ ենք, որ եթե այս միջազգային կառույցները, ԵՄ գրասենյակը, ՄԱԿ-ը, մարդու իրավունքների միջազգային կառույցները չգործեն, այդ խաղաղությունը առանց հումանիտար հարցի լուծման չի կարող որևէ դեր ունենալ։ Դա միֆ է, դա անհնարին է ուղղակի։ Հիմա մենք ուզում ենք կոնկրետ քայլերը, որը մեզ խոստացել էր տիկինը, խոստացել էր, որ հաջորդ մեր հանդիպմանը կասի, այդ թվում եւ կզեկուցի պարոն Գուտերեշին, նաեւ ասեմ, որ երբ որ ես հանդիպում էի, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համաժողովին։ Տիկին Ժակոբը ինձ ասաց, որ ինքը կզեկուցի Գուտերեշին, որ եթե Նիկոլ Փաշինյանը անգամ չուզենա խոսել անհետ կորածների հարցով, ինքը այդ հարցը բարձրացնի եւ իրենք քննարկեն մեր անհետ կորածների հարցը, խոսքը Գուտերեշի մասին է։ Ես հիմա ուզում եմ այս հարցերի պատասխանը ստանալ ՄԱԿ-ի հանձնակատարից եւ իրենից պահանջում, խնդրում, հորդորում ենք ծնողների հետ մեկտեղ հրատապ հանդիպում կազմակերպել։ Այսօր չի լինի, վստահ եմ, որովհետև պետք է նամակի բովանդակությանը ծանոթանան։ Ես կարծում եմ մինչև տարեվերջ մենք այդ հանդիպումը կունենանք ՄԱԿ-ի գրասենյակում եւ խոստանում եմ դուք տեղյակ կլինեք, թե ինչ է արվել այս ժամանակահատվածում, որովհետև մենք մի բան ենք արձանագրում, երբ որ մենք խնդրի հետևից չենք գնում, բոլոր խնդիրները մնում են դարակներում։ Մենք հանդիպել ենք, կոնկրետ հարցեր քննարկել ենք, հիմա եկել ենք այդ հարցերի լուծման ու պատասխանների հետևից։ Շնորհակալ եմ ձեզ, հարգելի ծնողներ, եկեք, ովքեր ցանկանում են,
եկեք ստորագրեք այս նամակի տակ, հարգելի ծնողներ, եկեք առաջանանք, նամակը հանձնելուց առաջ, եթե ովքեր ցանկանում կարող են ստորագրել եւ մենք նամակը հանձնենք շարժման անդամները եւ իմ անունով է նամակը եւ եթե դուք գրիչ ունեք անհետ կորածների ծնողները ուզում են նաեւ իրենք ստորագրեն նամակի տակ թող ստորագրեն հետո նամակը տվեք վերցնեք շնորհակալություն ձեզ անհետ կորածների հարազատներ, ովքեր կուզենան նամակի տակ ստորագրել։ Ստորագրել, ճանապարհ տվեք, как ստորագրել։ Հա, բայց այդ կողմով անցի։ Անցի։ Եթե ասում եք ճանապարհն անցնեն ծնողներն, Չէ, ասեցի, մենք դեր ժամանակ ասենք, թե ծնող կուզենա համոզել, դրական էսպես կամփանցիկ Հա, ստորագրեք, դուրս եկեք, որտեսի մենք նամակը հանձնենք։ ծնողները անցնում են ժողովուրդ։ Ծնող տարանաշ միանար նամակի, այստեղ է Էլիանիա։ Արմեն։ Կան այլ միացողներ նամակի։ Այս կողմով եկեք։ Այս կողմով եկեք, անցեք։ Այստեղ Անցեք, անցեք։ Իմ աղբեր կադրից մեջ մտա։ կարող է եթե հանդիպում լինի հասցնեն ոչինչ դատավիճակ մենք իրար հետ կապի մեջ շնորհակալ տեսնում ես չեմ կարծում որովհետև ունեմ մի երեք օր պետք է նամակի բովանդակությանը ծանոթանա